Առավոտյան ռուսական բանակը երկու հարված է հասցրել Խարկովի մարզի Բալակլյա քաղաքին, զոհվել է 3 մարդ։ Տեղական իշխանության տվյալով թիրախում բնակելի տներն են եղել։ Խարկովի մարզի Լոզովա քաղաքում երկաթուղային կայարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով զոհվել է 2 տղամարդ, 8 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։ Սումիի մարզում զոհվել է 3 մարդ, առնվազն 19 վիրավորվել են։ Ավիառումբերի հարվածներից բազմահարկ բնակելի ու ոչ բնակելի շենքեր են վնասվել, հայտնել է Սումիի ոստիկանությունը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ անցած գիշեր հակաօդային պաշտպանությունը խոցել է Ռուսաստանից արձակված ավելի քան 100 ԱԹՍ-ներից 66-ը։ Ինչու են Ռուսաստանի օդային հարվածներն ավելի հաճախ ճեղքում Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը եւ մարդկային կյանքեր խլում։ Փորձագետները նշում են, որ վերջին 1 ամսում Ռուսաստանն ավելի հաճախ է կիրառում բալիստիկ հրթիռներ։ Դրանք շարժվում են մեծ արագությամբ, ինչի պատճառով դրանք խոցելը չափազանց դժվար է։ Բացի այդ, հարձակումների ընթացքում Ռուսաստանը միաժամանակ մեծ թվով անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ է արձակում, ծանրաբեռնելով Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Օդային մարտերը շարունակվում են նաև Ռուսաստանի տարածքում։ Հակաօդային պաշտպանության համակարգերը 605 ուկրաինական դրոն են ոչնչացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով։ Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Տվերի մարզում գտնվող Վայլդբերիսի պահեստի վրա, վնասելով շենքի ճակատային մասը։ Յարոսլավլի մարզում 3 առանձնատուն է հրդեհվել։ Մի քանի շենքերում ապակիներ են կոտրվել, վնասվել են ավտոմեքենաներ։ Հրդեհը բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Յարոսլավլի մարզպետի խոսքով 4 մարդ վնասվածքներ է ստացել։ Նիժնի Նովգորոդում էլ 4 վիրավոր կա, նրանցից մեկը երեխա է։ Տեղական լրատվամիջոցները Դոնեցկի հիվանդանոցի վրա հարձակման մասին տեղեկություն ունեն։ 10-ը հայտնել է, որ ուկրաինական Հորնետ անօդաչու թռչող սարքի հարվածից 1 կին է զոհվել, 2-ը վիրավորվել են։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։